Չախալյան, շնորհակալ եք, որ եկաք տաղավարացի եթերին։ Պարոն Չախալյան, ինչպես գիտեք, Ադրբեջանը շարունակում է, այսպես ասենք, ահաբեկել կրակոցներով մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին, խնածախ ուղղությամբ են կրակոցներ եղել, կուտ գյուղի ուղղությամբ են կրակոցներ եղել, ինչպես կգնահատեք իրավիճակը, ես ուզում եմ անդրադառնալ, որ ըստ էության շատ են ասում, սա է պատասխանը Ալիևի, Նիկոլ Փաշինյանի, որը անգամ պատրաստ է միակողմանի ստորագրել այդ խաղաղության կամ ավելի շուտ պատերազմի պայմանագիրը։ Բարև ձեզ, Մանուկ ջան, շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն մենք այս մասին խոսել ենք ոչ մեկ անգամ, ես անձամբ ինքս չեմ հավատում, որ այսօրվա Ադրբեջանի հետ, Իլհամ Ալիևի Ադրբեջանի հետ ցեղասպան Արցախահայության հանդեպ ցեղասպանություն կատարած Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղություն։ Ես սա բացառել եմ, այսօր էլ բացառում եմ։ Եվ այս կրակոցները, այս ուրեմն լարումը ես նայում եմ այս դիտանկյունից, այս համատեքստում։ Այս մասին ենք մենք խոսել, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը դա խաղաղության փաստաթուղթ չէ, դա վերջնականապես Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի փաստաթուղթն է, դա Հայաստանի պետականության վերջնականապես կորզանման փաստաթուղթն է, եւ այստեղ խաղաղության մասին խոսելը, գիտեք, հեծանիվ պետք չի հորինել, ողջ մարդկության պատմության ընթացքում նման խաղաղություն երբևիցե չի նման կերպով խաղաղություն երբևիցե ձեռք չի բերվել եւ վստահաբար Նիկոլ Փաշինյանը կամ մենք այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը չի կարողանալու այս մոդեցումներով խաղաղություն ձեռք բերել։ Օրինակ, ԿՊ վարչության նիստից առաջ երբ Ալեն Սիմոնյանին հարց են ուղղում այս կրակոցների մասին, ես մտածում եմ մեր բնակավայրերի ուղղությամբ չեն։ Ինչ են անում։ Մայամ ջան, ես գիտեք ինչ Անշուշտ, երբ որ իրենք այսօր իրենք են որոշողը մեր ճակատագրերը, հա, ավելի շուտ իրենց թիկունքում կանգնած մարդիկ իրենց դեմքով։ Կարող է մի տեսակ բարձրագոչ հնչի, բայց ես այս հարցը տալիս եմ, Ալեն Սիմոնյանը ով է Ալեն Սիմոնյանը, հա։ Մի հատ մեծ ոչինչ։ Մի հատ մեծ ոչինչ, հա, ում որ այսօր հագցել կապցրել են գալստուկը, տվել են ազգային ժողովի նախագահն է, աշխատավարձ է ստանում, թիկնաբան ունի, պարզ է։ Բայց իրենց ասածը բնականաբար իրենք մինչև վերջ պետք է թաքցնեն իրենց հանցագործությունը։ Իրենք ոչ միայն, գիտեք ինչն է հարցը, չէ՞ կա հանցագործություն, որ գործը ավարտվում է եւ հետո հանցագործը փորձում է հետքերը կոսկել, ասենք իր կողմից կատարած հանցագործության մասին։ Բայց այս հանցագործությունը ինքը չի ավարտվել դեռևս։ Այսինքն հանցագործները գտնվում են հանցագործության մեջ դեռևս, հա, ասենք այդ գողությունը կամ այդ սպանությունը, որը որ կատարվում է, ինքը դեռ չի ավարտվել։ Այս պայն հայասպանությունը ինքը չի ավարտվել։ Ավարտվել է Արցախի հայաթափումը, բայց չի ավարտվել ամբողջական այն հանցագործությունը, որը որ այս մարդիկ փորձում են իրականացնել։ Եվ այստեղ Ալեն Սիմոնյանի, այսինքն հանցագործություն իրականացնող քաղաքական ուժի առանցքային դեմքերից մեկի, հա, ինքը հստակ հանցագործության մեջ հստակ պատասխանատվություն ունի հայության արցախայության հանդեպ, հա, եւ այստեղ իր խոսքերը փորձել մեկնաբանել, ես Ինքը պաշտոնը շարունակում է գործել։ Այո, ի պաշտոնը շարունակում է գործել եւ դա մեր բոլորի ամոթն է։ Դա մեր բոլորի ամոթն է, որ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո այս մարդիկ դեռևս շարունակում են պաշտոնավարել, դեռևս շարունակում են հարցազրույցներ տալ, դեռևս շարունակում են վայելել մեր հարգատուի կողմից գոյացած հարգերով անվտանգությունը եւ այլն, հա, եւ այլն շատ բան կարող ենք ասել, որ իրենք դեռևս անում են, հա, դեռևս հարցազրույցներ են տալիս, դեռևս մեկնաբանություններ են տալիս, այո, եւ մենք ստիպված ենք դեռևս իրենց մեկնաբանություններին անդրադառնալ, սա մեր բոլորի ամոթն է։ Ես մի անգամ իմ մեջ ինգերեցի այս հիվանդության շրջանում, ես ամեն օր հիվանդանում եմ, այս ցավից, որ իրենք դեռևս իրենք են։ Սա աշխարհի մեջ ոչ մի երկրում, ոչ մի ազգի մոտ, սա անբացատրել է, սա
Չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Հələ մի հատ էլ ասենք հիմա մի քիչ չեղվեմ, բայց ասենք դե կառավարության մոտ ենք նստածույցը շարունակվում է, տեսնում եմ տարբեր խմբեր գալիս գնում են, հազար ու մի բողոք կա, մեկ էլ այսպես լուրջ դեմքով կանգնում, մեր բողոքը Նիկոլ Փաշինյանի դեմ չէ։ Մենք Նիկոլ Փաշինյանի դեմ խնդիր չունենք։ Մեր բողոքը էս եւ տարբեր ձևակերպումներ են արդեն էլի։ Այսինքն մի հանդուրժում ենք հերիք չի։ Մի հատ էլ իր կողմից առաջացրած խնդիրների համար, հա, ցավեցնում այդ խնդիրները մեզ փորձում ենք այսպես ասած ճվճվոց մեկի ճշտստոց արձագանքել հերու մեր մեծությունից, բայց այսպես է ցավոք սրտի մեր իրականությունը շատ դառնու ջարժան է։ Մի հատ էլ սա Նիկոլ Փաշինյանի դեմ չի, սա իշխանությունների դեմ չի, բա ում դեմ է։ Բա ինչ, ախր ճիշտ եք ասում։ Ամեն դեպքում ես մի բան փաստի հանգամանքի վրա եմ ուզում շարժություն գրավեմ, որ այս օրերին ինչքան էլ տաղօրինակ է, բայց որ հայ իրանական զորավարություններ են տեղ ունենում, տաղօրինակն ինչն է։ Ողջունել է որ տեղի են ունենում, մենք այս մասին պահանջեցինք դեռևս 2023 թվականի սեպտեմբերին, դեռևս Արցախը ընկած չէր, մենք պահանջում ենք որ հայ, ռուս, իրանական համատեղ զորավարություններ տեղ ունենան Ջերմուկի տարածքում Արցախի մոտիկ, հա, մի խոսքով, ցավոք չեղավ, հիմա զորավարությունները կան, ուղղակի այստեղ անհասկանալի համատեղ զորավարություն բարակաբակցությունը եւ ասենք պարսկական զորքը Պարսկաստանի տարածքում է, հայկական զորքը սպեցնազի մասին է խոսքը, հայկական տարածքում, չնայած էլի եմ ասում, լավ է ուշ քան երբեք, բայց սա էլ մի հատ ձևաչափը թուրք-ադրբեջանական զորավարություններ են տեղ ունենում, հազարավոր զենքեր են տեղափոխվում, տանկեր են տեղափոխվում, տեսակներ են տեղափոխվում, հա, մենք ումից ունենք վախենալու, ինչի ենք վախենում, ինչի ենք վախենում, ես գիտեմ ումից ունենք։ Գրառում էր առաջ, պաշտպանության բանակին հրամանքար իմ կողմից հանկարծ չկրակել։ Իրենք կրակում են մեր դիրքերով, իրենք կրակում են, իրենք շարունակում են սահմանամերձ ուղերի բնակիչների պահել այսպես կրակոցների տակ, բայց հրապարակային Փաշինյանը նման գրառում էր արել։ Ես մի քիչ առաջ էլ ասեցի, լրագրողը հարցրեց, որ նույն Փաշինյանը ասել է, որ իր օրակարգում չի արցախահայության վերադարձը։ Փաշինյանին հազար բանում կարող ենք մեղադրել, բայց մի բան ինքը ոնց որ ինքը իր բոլոր դավաճանական քայլերը չի թաքցնում, բարձ ասում է։ Բարձ ասում է։ Եվ ես դա հասկանում եմ ինչի հանցագործի հոգեբանությունը, որ վաղ ասի, որ ժողովուրդ, Արցախը հանձնելուց ես ասում եի, որ ես հանձնելու եմ։ Սյունիքը հանձնելուց, տեսեք, ասեց ճանապարհ այո լինելու է։ Հիմա Սյունիքի հանձնման գործընթացն է, ինքը ասում է, ու չի էլ թաքցնում, ասում է, որ միակողմանի է լինելու դա։ Ես իմին հրաման եմ տվել, որ չկարագեն։ Գեներալիտետ տղա եք, մի ենթարկվեք։ Տղա եք, մի ենթարկվեք։ Շատ ես դավաճան մարդ եմ, չէ՞, ամբողջ հայությունը ասում է, ինքը դավաճան է։ Ես դավաճան եմ, դավաճանական հրաման է տվել, ինչ եք ենթարկվում։ Դուք հո Նիկոլ Փաշինյանին չեք երթում տվել։ Դուք հո չեք տվել երթվել, որ ծառայում եք Նիկոլ Փաշինյանին։ Դուք երթում եք տվել, որ ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանեք։ Եվ ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կներեք, այդ անվտանգությունը լավ ուշ բար չօգտագործեմ։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն ինքը չի թաքցնում։ Այո, ադրբեջանցի կրակում են, օդ են կրակում, այսպես չագրթավոր իրենց ասածն եմ ասում։ Ես էլ այո ասում եմ չկրակեք։ Չպետք է կրակեք։ Պետք է համբերեք։ Համբերեք, մինչև ուր։ Ես այս հարցն եմ ուզում տամ մեզ բոլորիս, հիմնականում փողոցում երբ որ հանդիպումները անում եմ մեր քաղաքացիների հետ, այսպես ասած մետահոգ քաղաքացիներ, ովքեր որ ուզում են մի բան փոխեն, ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը, ասենք նույն Ալեն Սիմոնյանը, անունը չդամ, այդ ոհմակը մի անուն ունի, հա, դրանք ուրեմն Հայաստանակեր, Հայակեր, Հայասպան ոհմակը, իրանց անունները տարբեր անմազգանում կլինի, բայց իրենք հստակ Արցախը հանց, Հայաստանը հանձնող, հայպետական ականտ, մի հատ ոհմակ է։ Այդ ոհմակի նպատակը շատ պարզ ու հստակ է։ Իրենք մինչև 18 թիվներ չեն թաքցրել։ Ամենամեծ ցավը սա է, որ իրենք մինչև 18 թիվներ չեն թաքցրել։ Նիկոլ Փաշինյանի վերնաշաբիկի վերայի քարտեզը հիշում ենք, Արցախը
Ադրբեջանը գաս Ղարաբաղից Ադրբեջան անգլերենով, հա, 2000 քանի թվին էր հակել մայքան։ Ինչ որ այա, իրանք չեն թաքցրել ու չեն թաքցնում իրենք հստակ է ինչ են անում, այ մենք ոնց ենք հանդուրժում մենք այս ամեն ինչը, եւ մինչեւ ուր ենք հանդուրժելու, այսինքն ամեն մեկս մենք մեր մտքի մեջ ունենք երևի գծած ինչ որ մի հատ սաման, մինչեւ ուր ենք հանդուրժելու, երբ որ մենք ես հուսահատության գիրքն եմ ընկնում, դուս եմ գալիս մեր դրան դեմը, ես գծում եմ, ասում եմ ուրեմն մինչեւ այստեղ հանդուրժեմ, եթե մենակ, ասես մենակ եմ մնալու, պայմանական, բարձա մենակ չենք, բայց խնդիրը այստեղ նաև որ մենք չենք փորձում կազմակերպվենք, չենք փորձում խորքային, գիտեք մի բան էլ ասեմ, Մարիամ ջան, ես այսօր խոսում ենք ցանկացած երկրում, որտեղ որ կա պետականական, որ օկուպացված է, այսպես ասեմ, օդար ուժերի կողմից, եւ մեր երկիրը այսօր այդ վիճակում է, մենք օկուպացված ենք, կա ընդհատակյա պայքար, կա ընդհատակյա թակում, մարդիկ թակում, գաղտնի ձևով պայքարում են ու այո, տեղը, չգիտեմ, ինչ-որ մի խոսքով, պայքար կա ընդհատակյա։ Այսօր 5-4 տարի է հստակ է, որ այս ուժերը օկուպացիոն ուժեր են, այս ուժերը այս իշխանություններին որպես այո, իրենք փաստացի Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, բայց իրենք Հայաստանի իշխանությունները չեն, իրենք ադրբեջանական իշխանություններ են։ Ադրբեջանական, թուրքական, թշնամու իշխանություններն են, թշնամու կողմից նշանակված վերակացություններն են, հա, մեր պետականությունը։ Ու մեր կողմից չկա այդ ընդհատակյա պայքարը։ Ուր է այդ պայքարը։ Ուր է այդ պայքարը։ Ուր է ընդհատակյա պայքարը։ Այո, հարցազրույցները տալը կարևոր է։ Այո, հրապարակային պայքարը կարևոր է։ Այս ամեն ինչի մասին բարձրացնելը կարևոր է, բայց ուր է այն մնացածը, առանց որի հաջողություն չի լինելու։ Առանց որի օկուպացիոն ուժերի դեմ, Արցախը հանձնած ուժերի դեմ, այն միջոցներով, ինչով որ, օրինակ ես իմ վրա ասեմ, որ հանգարց մեկը չմտածի, թե ուրիշներին մեղադրում եմ։ Ասենք նստածով, մենք այդ մասին շատ ենք խոսում, իմ զինագիծ ընկերները չեն տոնի։ Նու նստածով, անշուշտ այդ հարցը չենք լուծելու։ Ուղղակի այս տարբերությունն էլ կա։ Մեր դրան մեզ արժև մի հատ մեծ քար կա, խնդիր այդ քարն է, այդ քարը պետք է տեղափոխենք։ Հենց մեր դրան արժև է։ Մենք դուրը թողել մեկը գնացել է զուգարանում, ասում է ջուրն է վազում, մեկը գնացել է խոհանոցում, ասում է սառնարանը չի աշխատում, մեկը գնացել է սառայ, ասում է այսպես։ Այ մարդ, քարը մեր դրան դիմացն է։ Եկեք այդ քարը փորձենք տեղափոխել, մինչև քարը չտեղափոխենք, մնացած բոլոր խնդիրները լինելու են։ Եվ ես ուզում եմ ավարտեմ, եթե հարցեր չունեք։ Հա, բայց ինչ եմ ուզում ասեմ, որ խնդիրը համար մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին պետք է իշխանությունից հեռացվի ու ոչ թե ընտրություններով իրանք չեն գնալու։ Ես էլ կուզենայի ընտրություններով հեռացնենք։ Շատ մեծ սիրով կուզենայի, շատ մեծ սիրով չեն գնալու։ Հետո մի բան էլ ասեմ ձեզ։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ես ինքս էլ մասնակցել եմ, բայց եղբայր, այդ մարդկանց պետք է արգելվի։ Այսօր պետք է հստակ պայքար տարվի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է արգելվի Հայաստանում։ Պետք է հստակ, այսօր տեսեք վրացական ընդդիմություն, բան իշխանություններին փառք ու պատիվ իրենց փորձում են Սաակաշվիլի կուսակցությունը արգելեն, հակասահմանադրական ճանաչեն։ Փառք ու պատիվ իրենց։ ՔՊ-ն պետք է հակասահմանադրական, ինչ իրավունք ունի ՔՊ-ն որպես քաղաքական ուժ, դա օտարերկրյա օկուպացիոն ուժ է։ Հստակ է, օկուպացիոն ուժ է։ Այդ մարդիկ հայության շահերը չեն ներկայացում, ինչքան էլ անդրող ունեն, չունեն, բնականաբար կունենան, բնականաբար այն ինֆորմացիոն տերորը, որ մեր բնակչությունը ենթարկվում է, բնականաբար իրանք կողմնակիցներ կունենան, բայց դա չի կարող մեզ համար լինել, այսպես ասած, հիմք, որպեսզի մենք Արցախը հանձնած, Սյունիքը պատրաստ ամեն վարքյան հանձնելու, Տավուշից հանձնած, Գեղարքունիքից հանձնած, այլ որ մեկն ասենք, որ մեկը թողնենք քաղաքական ուժին այլասերվածությունը քարոզող, այլասերվածությունը լեգիտիմացրած, թմրանյութերը լեգիտիմացրած, բաժանումների քանակը սարսափելի մեծացրած, ժողովրդական աճը 0-ին հավասարեցրած, այսինքն Հայաստան էլ եմ ասում, այս ուժին մենք հանդուրժենք ու այս ուժը կարողանա եւս ընտրության մասնակցել եւ պետք է արգելվի առանցքային դեմքերը պետք է հայտնվեն ճաղերի հետևում,
Միանշանակ, ԱԱԶ-ը մեկ առ մեկ պետք է բոլորով զբաղվի, այսօր ԱԱԶ-ն զբաղվում է այն մարդկանցով, ովքեր որ հայության շահերն են պաշտպանում, ովքեր որ դուք հասկանում եք ինչա տեղի ունենում, ասենք ու այսքանը լավ։ Ես ուզում եմ ասեմ, որ մինչև այս ուժին չհեռացնենք ու ընտրություն չկա, սրանց այդ ընտրություն պետք չի, սիլիբիլի պետք չի սրանց այդ պետք է հակարճ ու հստակ լինել, պարզ լինել։ Դուք նստացույց եք երկար ժամանակ իրականացնում ռազմագերիների համար եւ շարունակում են մեր ռազմագերիները խոշտանգել Բաքվի բանտերում ու սրանց զուգահեռ Նիկոլ Փաշինյանը հանում է միջազգային հետախուզումը այն մարտասպան դահիճի նկատմամբ, որ 44 օրյա պատերազմում հրապարակայնորեն գխատել էր մեր 85-ամյա հայրենակցին։ Մարիամ ջան, Նիկոլ Փաշինյանը մինչև էլ մենք հիշենք, այն երկու տերորիստներին հանձնեց։ Երկու տերորիստներին հանձնեց, երբ որ մենք գոռում էինք, որ գոնե ոնց ասեմ ախր, մեր գերիներն այնտեղ դու ինչի՞ ես այս տերորիստներին հանձնում։ Մեր գերիները, մենք քաղաքացիական բնակչությունից գերի ունենք։ Սա հստակ է, մենք մարդիկ ու կան այնտեղ գերության մեջ, ովքեր բացարձակապես ոչ զենքի հետ են կապ ունեցել, ոչ զինամթերքի հետ են կապ ունեցել, ոչ մի բան, բայց իրենք այդ մարդկանց գերի են պահում, պատանդ են պահում իրենց մոտ, պատանդ։ Եվ այստեղ մենք Մարիամ ջան, Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։ Ամեն ինչ սպասելի է, դա ինքը ապացուցել է, ինքը հայտարարել է այդ մասին, ասել է ես կարմիր գծեր չունեմ, ինքը այդտեղել է, պարզ եղել ասել է ես ոչ մի կարմիր գիծ չունեմ, ոչ մի կարմիր գիծ չունեմ։ Մենք Հունգարիայից նեղացանք, որ Սաֆարովին հանձնեց։ Մենք Հունգարիայից նեղացանք, բայց ինքն է Սաֆարովն էր հանձնել։ Ու հավատացեք, եթե Սաֆարովն էլ այստեղ նստած լիներ, ինքը Սաֆարովին էլ կհանձներ։ Հայ սպային սպանած Սաֆարովին ինքը կհանձներ։ Ավելին ասեմ, կկանչեր գախնի շքանաշան գդար, կպարքեվատեր, մի հատ են որ ասում են ժողովրդական բառով պատիվ գդար, խոզի չալաղաժն ու քյաբաբը գդար, կեփեր, նոր ճանապարհ էր։ Հիմա այդ մարդու քայլերը ինչ մեկնաբանենք։ Ինքը, ել եմ ասում, ինքը այդ մասով շատ պարզ, շատ թափանցիկ անում է։ Այստեղ հարցը մենք ենք։ Մենք անդիմությունը կներեք իրար միս ենք ուտում, իրար ենք խոշոտում։ Թողած ՔԲ-ին թողած, ճիշտ է շեղում եմ, բայց սա շատ ցավալի թեմա է։ Շատ ցավալի թեմա է։ Անշուշտ քննադատություն կարելի է, անշուշտ այնպես չի որ ամեն մեկը ճիշտ ենք։ Այո, անընդունելի է, կատեգորիկ անընդունելի է, երբ որ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին թողած իրար է թիրախավորում, իրար է հոշոտում։ Անընդունելի է։ Մարիամ ջան, ես այդտեղ շատ մարդիկ կան ընդդիմության մեջ, որոշ չեմ ընդունում, բայց ես այս 5 տարի սուսուպս այդ մարդկանց ձեռքը տված քայլում եմ Նիկոլ Փաշինյան, այսօր անընդունելի է, քննադատություն կարող ենք, բայց էլի հրապարակային էլ պետք չի։ Ասեմ ինչի պետք չի հրապարակային, որովհետև որ միշտ առիթ լինում է մեկից տեսնելու։ Սուդա որ մի անդիմադիր ասի, որ ասենք մյուսին ուզում եմ տեսնել եւ չեմ կարող տեսնել, էլի։ Միշտ այդ առիթը կա եւ կարելի է այդ քննադատությունը ընդհանրեն ուղիղ դեմ ստեղամարտավարին նստել, քննադատել, ասենք, պայմանական ինձ իմ անունով ասեմ, Վահագը ես մի բանը ճիշտ չի, ասենք Աթորը ճիշտ չի դնում կառավարության մոտ, ոչ թե հրապարակային գերել դե Վահագ ջան, ինչի Աթորը ճիշտ չես դնում կառավարության մոտ, այլ հանդիպել ասել Վահագ ջան, գալ հասնել պայմանական եմ ասում, բնականաբար, ասենք ինձ հետ կապված քննադատելու ես այդ մասով ասված հերոպայի չեմ ուզում բացարձակապես ոչ մեկ այդ կոնֆլիկտի ենեմ, որովհետև որ հայկական այս իրականության այս վատ կողմերը իսկապես իմ համար անընդունելի են եւ ես ստիպված եմ լինելու Ջավախյան իրականության հետ, որ այստեղ շատ ասում են էդի բռնությունն է բանա, բռնություն չի, դա տղամարդավարի քայլ է, եթե մեկը մի խոսք ասում է, հետո չի կարողանում պատասխանել, պետք է պատասխանի։ Անպայման։ Թիմ ընտրությունները վերջին ցույց տվեցին, որ տոտալ այլևս մերժված է Նիկոլ Փաշինյանը եւ իրապես այս հաղթանակները պետք է այսպես մեծավիկ նաեւ հաղորդեն։ Մարիամ ջան, ես ձեզ ասեմ, անգեզ եմ ասում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը արդեն 19 թվականից ինքը սկսեց մերժվել, 20 թվականին տոտալ չէ, բայց սկսեց մերժվել։ Երբ որ մենք 18 թվականին Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքար էինք տանում, շատ դժվար էր, շատ սարսափելի Նիկոլի կողմնակիցներ կային այս երկրում։ Սարսափելի, շատ։ Բայց 20 թվականից, երբ որ ինքը հիշում եք, մինչև կորոնավիրուսի
այս կարանտինը հայտարարելը ինքը հանրաքվե էր ուզում աներ։ Այս ժամանակ մենք բոյկոտի շտաբ կազմակերպեցինք եւ մենք էլ դուրս եկանք փողոցներ բոյկոտի թերթիկներ էինք բաժանում։ Արդեն այս ժամանակից ինքը արդեն այդ 2 տարվա մեջ ինքը մսխել էր իր հիմնական այդ առավելությունները, որ ինքը ուներ, դարձում ինքը մսխել էր։ Դա դերևս պատերազմ եմ ասում ես, պատկերացրեք ձեզ, Մարիամ ջան։ Դերևս պատերազմ։ Այո, ինքը մի ինչ-որ կողմնակիցներ կա, ինչ-որ բան կա, բայց ինքը իրեն մսխել է եւ ԿՊ-ին հաղթելու համար շատ բան պետք չի։ Բայց առաջին հերթին պետք է մենք ինքներս մեզ հաղթենք։ Ընդդիմությունը մինչև ԿՊ-ին ինչի չի կարողանում հաղթել, որովհետև ինքը մենք մեզ չենք կարող հաղթենք։ Մենք մեր ամբիցիաները հաղթենք։ Մենք մեր մեջ, տեսեք, փոքր Գյումրին դուք փոքր չի մեծ է, բայց Հայաստանի մասշտաբով ամեն դեպքում փոքր, մասնավոր, լոկալ դեպք է, բայց ահագին խնդիր ջրերես հանեց։ Էլի փառք ու պատիվ իրենց հաղթահարեցին, այսինքն դերևս, ես սա անպայման ուզում եմ շեշտեմ դերևս, որովհետև չգիտեմ ինչի չեմ շտաբում շատ ուրախանալ, որովհետև գիտեմ, որ թշնամին է, ընդդիմադիր դաշնել, այդպես ասած, ամեն մեկը չի, որ կարող է դիմանալ ճնշումներին։ Սա ասեմ, կուզեք մարտահրավեր համարեք, բոլորին էլ հարգում եմ, ամեն դեպքում այս պահին եղած համաձայնությունը շատ կարևոր է, եւ շատ կարևոր է, որ այդ համաձայնությունը մինչև վերջ պահվի, շատ կարևոր է։ Միասնաբար բոլորով եւ այո, Գյումրին կարող է դառնալ հենց այդ պլատֆորմը, որտեղով որ Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի իշխանության տապալումը սկսվել է արդեն, փաստորեն տապալված է, եթե ֆորս մաժորային իրավիճակ չստեղծի իշխանությունը եւ չկարողանա այսօրվա արդյունքները, ձեռքբերումները դարձնել հոգուտ իրեն, ընդդիմությունը իսկապես կարող է դա վերածել համահայկական հաղթանակի եւ այդ հաղթանակը մենք հնարավորություն ունենանք Գյումրվա հաղթանակը շարունակելու հանրապետության հրապարակում Հայաստանի Երևանում հանրապետության հրապարակում եւ համահայկական հաղթանակի վերածենք։ Բայց մենք պետք է հասկանանք ինչ պատասխանատու պահ է եւ այս նման պատասխանատվությամբ մոտենանք այս ամեն ինչին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ Մարիամ ջան հրավերի համար։